ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը, պարոն Դանիելյան, այսօր այս շենքում Մուրացան փողոցի 110/1 շենքում պարզեցինք, որ բնակվում են 10 ընտանիքներ, որոնք հիմնականում զոհվածների եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներ են ու նաեւ գործունեություն են ծավալում հասարակական կառույցներ, որոնց գործունեությունը պայմանավորված է հիմնականում մեր զինծառայողների, մեր զոհվածների, այսպես խնդիրների առնչվող նրան գործունեություն են ծավալում, կխնդրենք ձեր կարծիքն արտահայտել պետության վերաբերմունքը այս ընտանիքներին, պետության վերաբերմունքը ինչ բացատրություն ունի։ Ես քիչ առաջ էլ ասեցի մյուս հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պետք է կրկնվեմ, դեռևս երիտասարդ տարիքից ես նաև այս հասարակության մի անդամը լինելով, մի մասնիկը լինելով հետևել եմ այդ գործունեությանը, որ ծավալում են հարգարժան մեր Տիկին Մարգարիտան եւ այն հասարակական կազմակերպությունները, որ քիչ առաջ ասվեց, այդ կազմակերպությունները եւ այդ մարդիկ շատ հսկայական աշխատանք են կատարել բանակի ամրապնդման այն խնդիրները, որ կա բանակում վերհանելու այդ խնդիրները լուծելու եւ պատահական չէ այն պարգևները, այն շնորհակալագրերը, այն պատվոգրերը, որոնք որ ստացել են աշխատանքի, ստացել են այդ համագործակցության եւ դրա արդյունքում է որ մենք բանակ ենք կայացել, բանակը հենց այնպես ինքը չի կայացել, այդ զրոական վիճակից ստեղծվել է բանակ եւ այդ բանակին սատար են կանգնել հենց այս մարդիկ այս հասարակական կազմակերպությունների անդամներ են հանդիսանում կամ այն մարդկանց մասին է խոսքը, որոնք որ իրենց ամենաթանկն են տվել այս երկրին, այս պետությանը, մեկ իր զավակին, մեկ իր ամուսնուն, մեկը իր ընտանիքի այլ անդամին եւ այս պարագայում ուրիշ մի այլ երկրում, երբ որ նման բան լիներ, օրինակ պետությունը ֆինանսներ կհատկացներ, նյութական աջակցություն կցուցաբերեր, կկանգներ մարդկանց կողքը, որովհետև դրանից ավելի պատվաբեր եւ դրանից ավելի կարեւոր գործ չկա։ Այսինքն ես չեմ հասկանում, այսինքն ուրիշ ինչին պետք է ֆինանսավորեն, ասենք այն ԼԳՏԲ համայնքին ֆինանսավորում են, ֆիլմեր են նկարահանում, ասենք խոսքի օրինակ տարբեր տիպի, որը որ մեր ասենք ազգային արժեքների հետ կապ չունի, դրա համար ֆինանսներ ունեն, ամեն ինչի համար ֆինանսներ ունեն, իսկ ոչ միայն նյութական աջակցություն, ինչպես ես հասկացա, չի ցուցաբերվում, բայց այդ չցուցաբերելը նաև խնդիրներ է ստեղծում այս մարդկանց գործունեությունը ծավալելու համար։ Պարոն Դանիելյան, քիչ առաջ եւ Տիկին Մարգարիտա Խաչատրյանը եւ այստեղ ներկա զոհված ընտանիքների մայրեր են, կանայք են նստած, ասացին, որ կառավարությունը փետրվարի 13-ին որոշում կայացնելուց առաջ պետական օղակներից չեմ փորձել հանդիպել այս մարդկանց հետ, խորհրդակցել, հասկանալ լավ ինչ լուծում կարելի է տալ խնդրին, այս խնդիրը վերին ատյաններում բարձրաձայնելու, այսպես ինչ ելք եք տեսնում։ Ես պատրաստվում եմ եւ գրություններ ուղարկել եւ գիտեք որ առաջկայում քարորյա նիստերն են, այդ նիստերին անպայման բարձրաձայնելու եմ, պետք է իրենք օր ու արև չունենան, սա այն խնդիրը չի, որ իրենք մտածեն, որ արել են եւ այս հարցը մարսել գնացել է, նման բան չկա, գոյություն չունի, պետք է մեր հասարակությունը բոլորի սուրբ պարտականությունը այս կազմակերպությունների, այս մարդկանց կողքը կանգնելու, իրենց ամեն ինչով աջակցելու։ Ուրիշ տարբերակ էլ չկա, ուրիշ մտածելու բան էլ չկա։ Մեր սուրբ պարտականությունն է, մենք եւ դրանով իսկ նենց չի որ մի մեծ, այսինքն բան են գործ ենք անում, բարեգործություն ենք անում, սա մեր պարտականությունն է, բոլորիս պարտականությունն է, մեր հասարակությունը պետք է սրան շատ կոշտ արձագանքի, թե լրատվամիջոցները դուք պետք է անդրադառնաք, թե ես որպես պատգամավոր, թե հասարակական այլ կազմակերպություններ, կուսակցություններ, քաղաքական դաշտի անդամներ, մշակութային գործիչներ, որովհետև սա ինչ այս մարդկանց խնդիրը չի, ինչ որ մեկին չթվա թե գալիս է այստեղ կամ չգիտեմ ինձնից սկսած ինձնից եմ ասում, գալիս է այստեղ որ չգիտեմ ինքը մի մեծ գործ է անում,
բոլորը պետք է իրենց կարծիքը արտահայտեն, ասեն եւ կանգնեն այս մարդկանց կողքը, որովհետեւ այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում, որ կարա լինի եւ սա մեծ արձագանք պետք է ստանա, պետք է մեր հասարակությունը հասկանա, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում եւ սա բնի մեջ պետք է այս սկսված այս գործունեությունը, որ կա, որ փորձում են կասեցնել, խնդիրներ ստեղծել, խոչընդոտներ, բնի մեջ պետք է խեղդենք, նման բան չպետք է, բա մենք վաղը միսօր սերունդ ենք դաստիարակում, ինչ ենք ասելու այդ երեխեքին, ինչ պատգամ ենք ուղղելու, ասելու ենք այս մարդկանց, այս մի քանի քառակուսուց հանել ենք, որ ինչ անենք, ամեն ինչը փողի մեջ է, հա դե ծախեք, ամեն ինչ ծախեք, շենքն էլ ծախեք, շինություններն էլ ծախեք, կարող եմ 2 կոպեկ աշխատեք մեջը ես իմ, բարոյականությունը, բա խիղճը, բա նամուսը, բա թասիբը, բա այդ մարդիկ, որ գնացել են երկիր են պահելում համար են գնացել պահել, որ իրանք գնան իրանց այդ կաբինետներում տակ նստեն, որոշումներ դակեն, հետո այդ որոշումների արդյունքում մարդկանց ճակատագրեր խեղեն, որն է դրա բարոյականությունն ու ճիշտը, որն է դե արժեքային համակարգը։ Ասում եմ, դրանից մենակ պետք է ուրախանա թուրքերն ու ադրբեջանցիները։ Թուրք ու ադրբեջանցին կարա, հայ մարդը ոնց կարա անտարբեր մնա այս ամեն ինչից։ Ճիշտ զոհվածի ընտանիքներ են, այս մարդկանց հերոսների ընտանիքներ են, որ իրանց ամենաթանկն են տվել։ Բայց ոնց է ալնում երկիր պահ, բայց ոնց է ալնում արժեքային համակարգը պահելը։